Երեխեք ջան, ողջույն բոլորին, այսօր ողջում ածես խորենը, ով իմ խնդրանքով մտել էր մեր փուռ, որից շատ գոհ է մնացել, բերել է էկլերներ, ուրեմն սա կլոր հացի նման, բայց մեջը պանիր է, ոնց որ հաց ու պանիր, մի հրաշալի, մի փափուկ, ոբշմ, հալած պանիր է մեջը, բերել է լավաշ, այս ինչ աղ, բուլկի է խորս, Ռամաշկա հացա, հացա, ու այս այդ բաներից եմ, որ շատ հավանել էի, անունը ասե, Շինաբոն, հիմա ես վաղը պիտի մասնակցեմ իվենթի, որտեղ մենք պիտի լինենք երեխեքի կերպարով, պիտի գնամ ժեստ կենտրոնի դասիցս հետո, տանը չեմ կարող պատրաստվել, խնդրել էի խորիկին մի քանի աքսեսուար բերի մանկական, որպեսզի ես այնտեղ արագ մտնեմ հարդարման սենյակ, զուգարան, եւ բան անեմ, արագ ինձ բերեմ մանկական տեսքի, նաեւ ուզել էի գուկաներ, այսպիսի բանա բերել, խոզանակներ միշտ զապաս ունենում ենք տանը, ես ինչ հա կյանք, ես գխիկ է խոզանակի, որ պակենք, բայց ես չեմ սիում պակել, միկրոբներ են կուտակվում, և էլի բաներ է բերել, խոշ, հա այս զարդը լավ, էս էր, մեկ էլ, էս մյուսը, մի խոսքով ինձ կբերեմ մանկական տեսքի, շնորհակալ եմ քեզ իմ սեր, խնդրանքներս անելու համար ես էլ եմ ուզում ուտեմ, Ահա եւ Աննա մաման, երեխես ենքան ուրախ ա, որ մամային ա տեսել։ Ամիսներ ավելի շատ գիտակցական էին, գիտակցում էի, որ շուտով կլինի այդ ստացված հանդիպումը, իսկ ընթացքին երկու դեպքում էլ եղել է տոքսիկ դրություն։ Երեխեք ջան, հենց նոր եմ արթնացել, ու առաջի բանը որ անում եմ, հյուսերս քանդելն է։ Ինչ եմ սկզբում անում, որովհետև որ նոր քանդում ես, դեզ է դառնում։ Մինչև տնից դուրս գալիս, գոնե այդ դեզը մի քիչ կնստի։ Դժվար եմ արթնացել։ 7 ժամը։ Պատուհանները ամբողջությամբ բան են եղել։ Այդ տաքուհորից ամբողջ այդ պատուհանների վրայով ջուրը հոսում անդադ, դեռ չենք վառում բանը, պարերը, կարծեմ այս տարի, մյուս տարիների այս ժամանակ վառում էինք արդեն, կարծեմ հա գիտեք, մանիկյուր կսեցի, Ոյ, մեծ սուրճա պետք խմել, ուշքի գալ, գիտեք։ Ես այսպես։ Ով դրեցի, ձեռքիս ռուսերենից թղթերն են, ռուսերենի միջանկյալը անցնելու է բանավոր, մի շարք տեքստեր կան, որոնք մենք անցնենք, կիսամյակի ընթացքում, իրենք բավականին շատ են, այդ տեքստերից յուրաքանչյուրը կարող է բաժին ընկնել ու դու պիտի խոսես այդ մասին, իսկ տեքստեր կան, որոնք բավականին պարունակելի են, տերմինոլոգիա ունեն, գիտական, հա, հոգեբանական տարբեր թեմաներ, օրինակ ես մեկը, որ կարդում եմ, коммуникация – это власть. Тот, кто научился эффективно пользоваться ею, может изменить свое собственное восприятие мира и то, как этот мир воспринимает его. Энтони Роббинс. Все, что мы делаем в жизни, определяется тем, как мы общаемся с самими собой. В современном мире качество жизни зависит от качества коммуникации, то есть общения. То, что мы представляем себе, и то, как сами с собой разговариваем, как двигаемся и как используем мускулы тела и мышцы лица для создания подходящего выражения, все это предопределяет, насколько успешно мы используем то, что знаем. Իրոք այդպես է, մի բանա թե դու ինչ գիտես, փաստացի, մի բանա թե դու այդ կոմունիկացիայի մեջ, общենիայի մեջ ոնց ես դրսևորում, կան չէ մարդիկ, որ բավականին էրուդիրованные են, բավականին խելացի են, բայց արտահայտվելուց, կոմունիկացիայի մեջ մտնելուց իրենք դժվարանում են։ Ու ասում եմ, մտքերս չեմ կարողանում ձևակերպել, կամ շատ ասելիք ունեմ, չեմ կարողանում փոխանցեմ։ Դրա մասին է,
Мы часто думаем, что необычайно преуспевающие люди обладают каким-то особым даром. Однако более внимательное наблюдение показывает, что самый большой дар, который отличает удачливых людей от заурядных, это их способность заставить себе действовать. Причем это такой дар, который каждый из нас легко может развить в себе. Ну вот, легко, ну, можно развить. Мы все осуществляем два вида общения, благодаря чему набираемся опыта, согласно которому строим свою дальнейшую жизнь. Во-первых, мы ведем с собой внутренние разговоры. Это все, что мы сами себе воображаем, говорим и чувствуем внутри себя. Օրինակ իմ այդ ներքին ձայնը, այս որի մասին ասում եմ, շատ ակտիվ է։ Ես միշտ ներքուս իմ հետ խոսում եմ, պլաններ ունեմ, ինչ-որ անելիքների մեջ եմ, այդ ներաշխարհի զրույցներ ենք իմ հետ, իմ մոտ շատ ակտիվ է։ Во-вторых, мы осуществляем связь с внешним миром, применяя для этого слова, интонации, выражение лица, позы и разнообразные физические действия. Այստեղ ավելի շատ պրոֆայլինգի մասին է խոսում, իդեպ ամսի 13-ին պրոֆայլինգի մաստեր կլասի եմ, Սվետլանա ազգանուն մոռացա, ռուսկին է, պրոֆայլինգը այդ երբ որ մարդուն կարողանում ես կարդալ իր ժեստերի, նիստուկացի, հայացքի, միմիկայի միջոցով առանց խոսքերի։ Ուզում եմ գնալ, տեսնեմ ինչ հետարքիր բաներ կսովորեմ։ В общем, լավ, դե շողքնացնեմ, որտեվ չգիտեմ հետարքիրա թե չէ, կարդամ, սուրճս խմեմ ու գնեմ պատրաստվել։ Ղեկչան ես պատրաստվում եմ, գրեթե վերջացնում եմ, դրեցի ես մանկական թևնոց ենք, քանի որ այդքան շատ աչք չի ծակում, մի անգամից տանը կդնեմ, բայց ես երկուսը քանի որ սենց սուպեր մանկական են, սրանք կտանեմ այնտեղ կդնեմ, քանի որ երեխեքը սիրում են սենց տարբեր գույներ, հա, ոչ այնքան հետևելով մեր ստանդարտներին, ճաշակի ընդունված նորմերին, դրա համար ես գունային, այսպես ասած, վառ ու խառը հրավառություն ինձ թույլ եմ տվել։ Չնայած կարծում եմ ընդհանուր առմամբ դնել չի որ շատ անհավանական գույներ է, միայն աչքերս կուզեի մի քիչ ֆիոլետովին խփեի, սկզբում վարդագույն էի ընտրել, հետո ֆիոլետովին ընտրեցի, որտեղ ես թևնոցների հետ սազում էին, թեև ռոզվի է դա այս թևնոցները, ավելի շատ ռոզվի է, քան վարդագույն, բայց մի տեսակ են շատ յարկի ռոզվի է։ Մի խոսքով, մազերս մտածում եմ երկու պոչիկ կանեմ ու այս սրանք կդնեմ և դե այս թևնոցը ու զնոցը այսպես կանեմ, ձեռքերս, որ երևա, այստեղ ավելացրեցի ես կրծքազարդը, ինքը այդքան մանկական չի, պրոստը մտածեցի աչքովս ընկավ, ասեցի ափսոս այնչի չեմ կիրառում նորմալ ու փակցրեցի։ Բան արեցի, նախ մի քիչ բալզամիկ արեցի շուրթերից, վերջերս էլ ասեցի մի հատ փորձեմ տեսնեմ ոնց է ստացվում, չի ստացվում, ինձ թվում է կախանեմ այնուամենայնիվ մինչև այնտեղ հասնել ես, բայց այս թևնոցը այս որոշեցի իրեն մատանի սարքեմ, որտեղ թևնոց ունեմ, ականջողերս մտածում եմ լավ կներ, որ էլի մանկական լիներ, բայց երևի չի եղել, թե չէ խորենը մի բան կմտածել են կլիպս են, ասում են կպտնովի ականջողերը։ Մի խոսքով, լրիվ խառը մանկական լուք։ Մինչև գնալս մի քիչ ժամանակ ունեմ, ինչ պիտի անեմ, այո, ճիշտ եք, միջանկյալները։ Եվ զզվել եք, չէ ինչքան եմ ասում, միջանկյալ, ինչ անեմ երեխեք ջան, իմ կյանքն էլ այսպես դասավորվեց։ Հիմա հոգեախտաբանություն դասից, որ ամենաբարդն է երևի մեր դասերից, ընտրել եմ որպես թեմա ցնորքները, նույնիկա հալուցինացիաները, ցնորքների սահմանումը, դասակարգումը, զանազան մոտեցումները եւ այլն։ Հիմա կարդում եմ, հասա ցնորքների բոլոր տեսակները դասակարգում են հիմնականում ըստ զգայարաններին։ Եկեք ասեմ դուք էլ իմացեք, գիտեք չէ՞ եմ միացրել, որտեղ ձեր հետ հավես է սովորել, իսկ նենց ալարում եմ։ Okay, դասակարգում են հիմնականում ըստ զգայարանների։ Որոնք են մեր զգայարանները։ Տեսողական, լսողական, համի, հոտի, մաշկային կամ ոնց ասեմ, մաշկային զգացողության, այսպես է ճիշտ ասել։ Ինչպես նաև վեստիբուլյար կամ կինեսթետիկ, կինեսթետիկը նաև ասում ենք շարժողական։ Ուրեմն տեսողական ցնորքները կամ տեսիլքները տարբերվում են ձևով, չափով, գունավորմամբ եւ շարժողականությամբ։ Նրանք կարող են լինել առանց հատուկ ձևի, այդպիսի ցնորքները մենք կոչենք ֆանոմներ կամ ֆոսֆեններ,
չէ, ֆոսֆեներ, ֆոտոպսիաներ, sorry, այն ֆանումները ներքևում են։ Ֆոտոբարիցիանն է հիշի, ֆոտոպսիաններ, ֆոսֆեններ, կամ կարող են լինել հստակ ուրվագծով տեսիլքներ, դրանց էլ մենք անվանենք կոնտուրային ցնորքներ։ Այսքանը իմացանք։ Աստված ջան, հա, իդեպ ցնորքները կարող են լինել չափերով ավելի փոքրացված, դրանք կոչենք միկրոպսիաներ եւ չափերով նորմայից ավելի մեծ, դրանք էլ կոչենք մակրոպսիաներ։ Էս էլ իմացանք։ Տեսնում ինչ եմ էլի հիշում։ Տեսողական ցնորքները կարող են լինել վարգունավորված, հաճախ ավելի կարմիր կապույտի մեջ, ինչպես նաև կարող են լինել անգույն, բայց սովորաբար ավելի հաճախ պատահում են իրականությանը մոտ գույների մեջ։ Ահա, հա, իդեպ ցնորքները կարող են լինել նաև շարժուն եւ անշարժ։ Երբեմն նրանք ենթարկվում են բովանդակային փոփոխությունների եւ կարծես իրադարձությունների առումով ներկայանան բեմադրված ձևով։ Լավ չեմ պատկերացնում դա որն է, բայց ասում են այդպես։ Հա, իդեպ ցնորքը կարող է լինել առարկայի, ասենց ամբողջական առարկայի տեսքով կամ նրա մի մասը, օրինակ մարդ կարա ցնորքի մեջ տեսնի մի մեծ աչք, հա, մարմնի մի մաս։ Ահա, ու ցնորքները մարդու մոտ բնականաբար կառաջացնեն տարբեր զգացմունքներ, հա, վախից, հետաքրքրությունից, մինչև, չգիտեմ, հիացմունք։ Հաճախ ստեղծում է տպավորություն, որ հիվանդը սևեռված նայում է ինչ-որ մի բանի, որտեղ սովորաբար ոչ մի օբյեկտ չկա, հա, կարծես տնտղի, զննի, ուշադիր սևեռուն հայացքով կոնկրետ ուղղությամբ է նայում։ Okay, ես էլ իմացանք։ Հուսամ դες հետաքրքիր է, համ մի ավել բան իմանալի չխան գարի։ Ուրեմն հիվանդը կարող է ցույց տալ ցնորքների տեղակայման վայրը, ներկաների հետ քննարկել տեսողական խաբկանքների դետալները, մեկնաբանել դրանք։ Եթե ցնորքները հաճելի են հիվանդին, նրա դեմքին երևում է այդ հաճույքի դիմախաղը։ Եթե կրում են սարսափել, բնականաբար սարսափի վախի դիմախաղ։ Հիվանդը չի կարողանում հանգիստ նստել նույն տեղում։ Հանկարծակի պտտվում է, սկսում է պաշտպանվել, ինչ որ բան թափահարել իր վրայից, այդ թափահարելը կասեմ հետո ինչի անում։ Ավելի հազվադեպ պատահում է շարժողական անշարժություն, այսինքն մարդը կարող է ասես նստի քարանա ու միայն իր դիմախաղի վրա զգաս, որ այնտեղ ինչ-որ բանիկ տեսնում է։ Ուրեմն Սեգլան, մեր սիրելի 1994 թվականին, երբ որ ես ծնվել եմ այդ թիվն է, նկարագրել է տեսողական վերբալ ցնորքները կամ բառերի տեսիլք, այդպես ասում, գրված օրինակ պատերի վրա, ամպերի վրա, հա, տարածության մեջ։ Այսպես կոչված պոլիոպիկ տեսողական ցնորքները, իդեպ ես ամեն տերմին պոիսկ եմ տալի կար։ Պոլիոպիկը դրանք կարծես սյուժետային գիծ ունեցող ցնորքներ են։ Պոլիոպիկ տեսողական ցնորքներն առաջանում են բազմաթիվ ստերեոտիպային պարունակությամբ տեսիլքներ։ Okay։ Որոշ դեպքերում հիվանդը կարող է տեսնել ինքն իրեն, իդեպ սա կոչվում է երկվորյակի ցնորք կամ այլ կերպ ասած աուտոսկոպիա։ Հա։ Կամ երկվորյակի ցնորք, ճիշտ եմ չի ասել։ Okay։ Մարդը կարող է դրանքից հիվանդը կարող է բողոքել սեփական մարմնի կշիռը կորցնելու հանկարծահաս զգացումից, նկարագրում են նաև թռիչք տարածության մեջ, դրանից հետո ընկնելը եւ դրա հետ կապված զգացողությունները։ Այս տիպի աուտոսկոպիկ ցնորքներ առաջանում են սովորաբար գլխուղեղի օրգանական հիվանդությունների ժամանակ։ Okay, ասում եք չէ կլինիկական հոգեբան դառնալ ինչ հեշտ է։ Ատո հայտնվում են մեկ խելոքներ, որոնք ասում են մի հատ ռեֆերատիս գրում 100 անգամ ասում են։ Բա մասնագետ դառնալը շատ քարքարոտ ու տատասկապած ճանապարհ է, այնպես չի, որ նստեցի, կոպի փաստը տարեցի, դրեցի ռեֆերատը տարա։ Այդպես եթե ես մոտենայի հարցին, ոչ մի խնդիր չէ լինի, ռազմական է ռեֆերատս կդնեի մի կողմ, բայց երբ որ ամեն ռեֆերատի համար մի 3 հատ գիրք ես կարդում, это уже другое։ Okay։ Այսքանով տեսողականը պրծավ, բայց ես էլ չեմ հոգնածնում, ես անցյալը սողականին, չէ, ես անցախորին արտնասնելու։ Հասա, այսօր տնից դուրս գալու ճիշտ է, որ ասեմ, ջղայնացավ, մազերս ես ինչ ա եղել, ոչ մի ձև դուրս չի գալիս։ Ուրեմն մեր հարևանը գիտեք կատու է պահում, այդ կատուն մեջ նստում է մեր դրա շորին։ Ու քիչ չի նստում է, այսօր ամբողջ դրան առաջը եղել է աղբ։
գզած ցելոֆաններ, ոսկորներ, մի խոսքով մի հատ խայտարակ վիճակ։ Բռնելու եմ մեր հարևանը բորաթթու թե ինչա փչում իր այն անգամ ասեց, որ իր շորին չնստեն։ Ես էլ պիտի բռնեմ տենց մի բան անեմ։ Ես չեմ կարող ամեն անգամ բացեմ դուռը մի սուրպրիզ տանեմ։ Երեխեք ջան, դասս բրծավ, վազում եմ Բաղրամյան փողոց իվենթը 12-ին պիտի սկսել, հիմա 12-ն է։ Բայց դες զգուշացրել եմ էլի, որ դասս վերջանալ նոր պիտի կան։ Դրա։ Հա, ես եկա մտա լուգասենյակ, պոչիկներս կապեցի, արթուզարդերս հանեցի, լրիվ կուկու։ Մանկական սրճարանը, ինձ թվում է մանկական սրճարանի մասին շատերը արդեն տեղյակ եք, գիտեք, իրենց մենյու տարբերվում է ամեն Մեսի մի օր պիտի գնա լորի տուրի, անենց մեղ կերառամուտը հելնեմ տենում եկա վազանով ճաշայք, ասում գոնե այսօր չէ, բեր ես մի բան կանեի, բայց էփե գնացել, բորս չստիրես։ Երեխեք, այս տորտիկը մեզ համար են բերել, մեզ նվեր քարտ տվեցին 20,000-ի, այսօր էլ մենք մեզ զգում ենք որպես փոքրիկներ, ովքեր եկել այստեղ իրանց ծնունդը նշեն ու այս տորտիկը կվայելենք։ Այստեղ էլ մյուս հովանավորնա ջանակ, ասա կյանքս YouTube-ի համար է, կարող ես ազատ խոսել։ Հա, այնտեղ ես ազատ եմ։ Հա, հա։ Ինչ կաչկա, իմ գանձն է։ Շատ լավ։ Հերթը հասավ սուրճ։ Իմ սուրճը ուրա, թե չկա։ Այս ինչ դիսկրիմինացիա է։ Պետք է գնանք վերցնենք։ Երեխեք ջան, ես արդեն տանն եմ, այստեղ նվերներս էի դասավորում, օծանելիք եմ նվեր ստացել, հետո ցույց կտամ ձեզ։ Եվ այստեղ այդ ընկերությունը կոչվում է Fitness Cook, հա։ Լիքը հացիկներ, լավաշներ, տարատեսակ էս տիպի հացեր Սուսիկ են անպայման կտամ, որովհետև իրեն շաքարային դիաբետին շատ լավն է։ Լավ է, այս քուքիներ են սենց փորձեցի, շաքարը իր մեջ քիչ է ու բավականին համեղ այսպիսին են։ Մի խոսքով հեսա թե դնեմ, կխմենք, հացեր, լավաշներ կա ակրած վաղ խորերի ծնունդն է, էլ հաց լավաշ չեմ առնի, սենց տեսականի կունենանք։ Ջան, խորենը ծնունդի հետ կապված իմ ցուցակն է իրականացրել, իրենից ուզել էի մանդարին, խնձոր, կիվի, բանան, այս պիվա, ծննդի համար չի զուտ այսպես խմելու, այստեղ ձիթապտուղներ են, ուզել էի թթվասեր, ուզել էի մածուն, ինվատնի դիսկներ պրծեր, ականջի չոփիկ, հավկիտ, վերել է թուփ, լսի խորիկը չի բերել, կաղամ, և լիքը հացաբուրկեղեն է բերել, այս մեր փռից խաչապուրի, ինչ-որ ասմա գաթա առաջ, ու ինչ է ծանր գաթա է, գաթա, այս հացերը, բայց լիքը հաց ունենք, ինչի է բերել, մոռացել է, որ այսօր ես հացեր եմ նվեր, հա լավ, հեսա, ինձ էլ թված մոռացել չի բերել կաղամ, ողկ էի ուզել, կարտոֆիլ սող, լոլիկ, կանաչի, աղցանի, տոլմայի համար, վсё։ Մեկ էլ հավի կրծքամիս էի ուզել, ես մոռացա, էլի աղցանի համար, հա ու ես էլ մոռացա